Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը ասեց. մենք միասին կգտնենք լուծում, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս չգանք։ Այսինքն իրենք էլ են հասկանում, որ իրանց դեմը դրած է, եւ իրանք ինչ որ մուխլյոժ են ուզում անեն ռուսական լեզվով ասած, ինչ որ լուծում են ուզում, փսխում են ուզում գտնեն, որպեսզի պահեն ռուսներին։ Այսինքն մենք ասես լուծում կգտնենք միասին, որպեսզի եւ լինի ոչ թե կամ, չէ՞ տղեկ կամա, ուրիշ տարբերակ չկա, որ դուք սա հասկանաք, հա։ Այսինքն երկու պահանջն էլ դրված է Հայաստանի առաջ, եւ ամենաառաջինը ռուսական զորքերը, եւ սա դրոնների հետ է կապված։ Հիմա Պետրոսն ասում է, Ռուսաստանի դեսպանն ասում է, մենք ուզում ենք մասնակցել թրիփին, դուք ասում եք դա չի քննարկվում։ Ասում եմ, դե եթե չի քննարկվում, ինչ ասեմ։ Բայց Ռուսաստանն էլ շահելու է, ասում է, բոլոր հարևաններն են շահելու։ Օրինակ Ռուսաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է հաստատելու Հայաստանի հետ։ Լսի Ռուբինյան, դու լուրջ մտածում ես Ռուսաստանի կյանքի նպատակը Հայաստանի հետ երկաթուղային կապ հաստատելն է։ Դու գիտես ինչ էր երկաթուղային կապ ուզում հաստատել Ռուսաստանը Հայաստանի հետ, որպեսզի գուբերնիա սարքի։ Նրանք ուրիշ նպատակ չունեն, ցանկացած անկախության դրսևորում, ցանկացած բերելու է դրան։ Իրանք չեն ուզում ընդհանրապես որևէ անկախություն, իրանք դաժե չեն հանդուրժում անգամ որ դու բանակցություններ ես վարում ատոմակայանի հետ կապված։ Իրանք թքած ունեն, իրանք չեն ուզում երկաթգիծը սարքեն, դրա համար դու անդադ արագ կրկնում ես, եթե չսարքես մենք կվերցնենք, որտեղ իրանք ասում են մենք ինչի փոխտի սարքենք, ծախսենք, եթե թրիփը տալիս եք ամերիկացիներին։ Իսկ մինչև այդ երբ որ ուզում եք դուք թրիփի մեջ մտցնեիք, ռուսներին անընդհատ խոսում էր Փաշինյանի այդ մասին։ Հիմա ձեզ JD Vance-ները եւ մնացածը լավ բացատրել են, որ դա անհնար է։ Դրա համար դուք հիմա ամեն օր արագ բոլոր մակարդակներով կրկնում եք, որ դուք չեք թողնելու, որպեսզի ռուսները մտնեն, որտեղ դա անհնար է, որտեղ ձեզ վերջապես բացատրեցին։ Ինչը մենք ասում ենք։ Եվ նույնն է լինելու է զենքի, հապկի, զորքի եւ մնացածի հետ կապված, հա։ Հիմա ուրեմն ատոմականն անդրադարձանք, այս սա խաղերը։ Հիմա եթե դուք հույս ունեք, որ այդ չիպերը արտադրելու եք Ռուսաստանի համար համապատասխան, այսինքն եթե փորձելու եք թաքուն այդ գերեզոր տեխնոլոգիաները աստված չանի տակ Ռուսաստանին, մնալով հապկում եւ ԵԱՏՄ-ում, դուք հասկանում եք դա ինչ հետևանք է ունենալու։ Տղեկ, հիմիկվանից զգուշացնում եմ։ Էլ չեմ խոսում, որ տեսեք հիմա Ուկրաինան երկար տարի է զերծամնում Ադրբեջանի հետ ընդհանրապես որևէ ռազմական համագործակցությունից, հայերի խաթր։ Դուք պատկերացնում եք, եթե իրանք պարզեցին, օրինակ, որ դուք Nvidia չիպերը ինչ որ ձև հասցրել եք Ռուսաստան ստանալու դեպքում։ Դուք հասկանում եք ինչ կլինի, ինչ դիրքորոշում կթունեն ուկրաինացիները, որոնք հիմա ամենաժամանակակից անօթաչուների տեխնոլոգիաներն են կիրառում։ Այսինքն դուք հասկանում եք սրանց մտքին ինչ կարող է լինի։ Ռուսներին ոնց են համոզում, թե բերեք Nvidia-ի չիպերը թող դնեն, մենք հետո ձեզ մի երկու հատ գրեֆ կանենք, էլի մոտավորապես, հա։ Աստված մի արասցե, եթե դուք այդպիսի բան անեք, ես հիմիկվան ես հատուկ եմ սա շեշտում, ժորդ ես պատական բան չեմ ասում, ես գիտեմ ինչի եմ սա ասում։ Սա մեկ։ Զենքից խոսացողներդ, ուրեմն Ժորժ ջան, զգուշ եղեք։ Նախ հիմա սպասնենք, տեսնենք Ադրբեջանին ինչ են տալու։ Երկրորդը, ԱՄՆ-ն հիմա Ուկրաինայի հետ է սկսում դրոններ կատարելագործել։ ԱՄՆ-ն այսօր իր դրոնները կատարելագործումը ըստ Ուկրաինայում մարտի դաշտում ունեցած տեխնոլոգիաների։ Այսինքն, ուրեմն այնտեղ խնդրեմ կա։ Երրորդը, այս դրոնները հետախուզական են։ Ասենք հետախուզեցիր, բայց ինչով ես հարվածելու։ Հասկանում եք։ 11 միլիոն դոլարով կարելի էր ամերիկացիների հետ, ամերիկացիների ուկրաինացիների տեխնոլոգիաներով համատեղ դրոնների գործարան դնել Հայաստանում։ Օբյեկտիվ ենք, զգուշ ենք։ Ես շատ ուրախ եմ, անկախ ամեն ինչից, որ այդպիսի դրոններ ենք մենք առնում, բայց օբյեկտիվ ասեմ։ Հիմա ձեր համար նորություն ասեմ։ Ուրեմն ինչա պարզվում։ Այդ դրոնները ուրեմն 2 տարի է Ուկրաինայում կան, աշխատում են։ Նույն դրոնները, բայց փնտրեցի եւ Ուկրաինայում միշտ ցանկացած զենք, որ իրան արդարացնում է, լավ։ Ուրեմն ինքը բավականին մեծ արձագանք է գտնում։ Ոչ մի հրապարակում այդ դրոնների հետ կապված, ոչ միակ բանն եմ գտել, որ հնդիկները ուկրաինական մարտի դաշտում իրավիճակից ելնելով իրենք ուզում են ամերիկացիներից գնեն այդ դրոններից։ Հնդիկների մասին է խոսքը, ուզում եմ հասկանաք, հնդիկները իրար ժեշտով։ Հնդիկների համար դա վերջի տեխնոլոգիա է։
Եվ էլի մի բան ասեմ ձեզ, որ հասկանաք։ Ուրեմն այդ դրոնները ես չեմ բացառում, կարող է շատ նորմալ, այսինքն համենայն դեպս սուպեր չի եղել։ Այս հաստատ կարող ենք իմանալ, որտեվ ես փաստորեն իմացա, որ այդ դրոնները արդեն 2 տարի է կան ու այն ինչ որ Հայաստանը առնում է կան։ Եվ ավելին ձեզ ասեմ, նոր տեղեկություն, որպեսզի դուք հասկանաք։ Հիմա ելնելով ուկրաինական մարտի դաշտում իրավիճակից, ուրեմն ես չեմ դա կոչվում է V-bet հիմա այս դրոնները որ տալիս են, կներեք անունը կարող խառնում եմ, մի խոսքով V սերիան է, սա, հիմա դուրս է գալիս նոր սերիա, այսինքն իրենք այս փորձնականը տարել են դա մարտի դաշտում փորձված չի եղել առաջին անգամ իր ռուսական ուրեմն կայանների համար է հատուկ արտադրված եղել իրենք հիմա սա արդեն վերջինը չի ժողովուրդ ջան շուտով դուրս է գալու նորը շատ շուտով որը արդեն կոռեկցիայի է ենթարկված ուկրաինական մարտի դաշտում հետևություն իրենք այս ինչ որ վաճառում են սա սրա արդյունավետությունը սենց ասեմ զգուշ ասենք սրա արդյունավետությունը հարցեր է առաջացնում քանի որ ամերիկյան տեխնոլոգիա ես համոզված եմ որ վատը չի միանշանակ հնդկական ցանկացած ժեստից լավն է բան չունեմ ասելու բայց հարցերը առաջացնում հիմա հարցը հետեւյալն է որ Հայաստանին քանակ է պետք քանակ ենթադրենք հետախուզեցիչ տեսար որ հրթիռ է գալի օրինակ կամ տեսար որ դրոն է գալի ինչով է խփելու այդ դրանք խփող դրոններ չեն հետեւաբար մերոնք հրապարակել էին դրոնների կադրներ մերոնք ցույց էին տվել հայկական դրոնները գիտեք այդ հնդկական պնդկական զենքերը եւ այսպես շարունակ հիմա մեր դրոնները ժողովուրդ ջան բավականին հնացած են արդեն Ադրբեջանը ներկայացրել է իրենց դրոնները 3 չառաջորը տղերք Ադրբեջանը Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ դրանք համատեղ տեխնոլոգիաներ են, դրանք իսրայելական տեխնոլոգիաներ են, դրանք չինական տեխնոլոգիաներ են, եւ արդեն արտաքինից երևում էր, որ իրենք մի քանի քայլ մեզանից առաջ են։ Զուտ դրոններից արդեն ես տեսա, արդեն ուկրաինական պատերազմից դրոնների տեսակներից մի քիչ հասկանում եմ, Ժորժ ջան, հիմա ձեր գլուխը չծանրաբեռնեմ։ Իսկ Հայաստանի դրոն արտադրողների հետևում իմ ունեցած տեղեկություններով կամ այսպես ասեմ, կարող եմ տեղեկությունները սխալ են, օթից կախված լուրերով Եվ ոչ միայն իմ, այլև որոշ տեղերից գիտենք, որ չի բացառվում կամ կա հավանականություն, այսպես զգուշորեն ասենք, բայց դուք հասկացեք ես ինչ եմ ասում, ես զգուշ եմ ասում, որ մեր դրոն արտադրողների մեծ մասի հետևում կանգնած են ռուսներ կամ ռուսական փողեր կամ ռուսական մարտիկ կամ ռուսահապատակ մարտիկ, Ժորժ ջան, որպեսզի դուք հասկանաք Սա ըստ օթից կախված լուրերի ոնց որ սիրում ասել Փաշինյանը եւ իմ ունեցած որոշ տեղեկությունների, որը զգուշորեն ասենք, կարողա ճիշտ են, կարողա սխալ են, ոչ մեկ չգիտի։ Բայց դուք հասկացեք ես ինչ ասեցի։ Հիմա իսկ ես ունեմ տեղեկություն, որ ուկրաինացիները ձեզ, պարոն Փաշինյան, երրորդ երկրում ՊՆ-ին կամ պարոն Պապիկյան, մեր երկրների համար դրոններ արտադրելու առաջարկ են արել, բայց դուք չեք համաձայնել։ Կարողա ճիշտ են այդ լուրերը հատկապես որ ՊՆ-ում այդ հարցերի պատասխանատուն գնման շարունակում մնալ հայտնի պերսոնաժը որին ռուսների հետ ժամանակին տարբեր այն որ դուք եք մեղադրում ասում եք ինչ որ ռուսների հետ գործարքներ են արել հին զենքեր են բերել չգիտեմ ինչ որ սխեմաների մասին եք խոսում դուք այդ ժամանակին բայց այդ գլխավոր պատասխանատուն զենքի գնման հետ կապված Սերժի ժամանակվանից մնացել է եւ այդ մարդու հետ կապված Ինձ այնքան բաներ են ասել, որ ես ուղակի չգիտեմ, լավ չասեմ։ Հիմա բացեք բանակայքը տեսեք ով է մնացել պատասխանատուն եւ ով այդ հարցերով զբաղվում։ Բայց անձնական խոսակցություններում Ժորժ ջան, դուք գիտեք, ես պատական մարդկանց հետ չեմ խոսում կամ այնպիսի մարդկանց, ես գիտեմ, ում կարամ վստահում չէ։ Ինձ բազմաթիվ հետաքրքիր բաներ են ասել այդ թեմայով։ Նայեք ով է պատասխանատուն։ Պատերազմից 5 տարի է անցել։ Դուք Ինչու 200,000 պահեստավորված դրոն չունեք գոնե։ Ուկրաինացիք ամսական 4 միլիոն են հասցնում արդեն։ Դուք 5 տարվա ընթացքում պետքա այդ անվտանգությունը 200,000 ժամանակակից դրոն ունենայիք։ Ընդ որում համատեղ արտադրությամբ։ Բայց դուք հնդկական ժեշտը որպես փրկություն ու դարման եք ներկայացնում։ Ամոթ է։ Մարդիկ էլ նայում են ինձ գրում են ասում են նա ինչ զենք է ժողովուրդ, դա 5 վայրկյանի հարց է դրանք ոչինչ։ Այն ինչ որ Ադրբեջանը ունի, հատկապես իրենց դրոնները որ ցույց տվեցին։ Եվ այն բալիստիկան ու այն հրթիռները հերահար որ իրանք ունեն, այն ճշգրիտ իսրայելական, բելարուսական, չինական,
դուք հասկանում եք, որ այդ ամեն ինչը ոչնչացնել, այդ իրանց հնդկական ժեշտը 5 րոպե է։ 2 միլիարդ ծախսել եք հնդկական ժեշտի վրա, փոխանակ 200,000 դրոն ունենայիք։ Հասկանում եք։ Այդ հնդկական ժեշտը, որ դուք հիմա մեր ժողովրդին հույս եք տալիս, 1 միլիարդի չափով Արցախում եք թողել։ Սա հանցագործություն է, որ Հայաստանը չի զինվում ամենաժամանակակից զենքով։ Ավելին ասեմ, հիշում եք Ալիևը բողոքում էր ֆրանսիական զենքից եւ սպառնում պահանջում էր հրաժարվել ֆրանսիական զենքից։ By the way, լուրջ չկա ֆրանսիական զենքից, խի տղերք։ Ինչա կատարվում։ Դուք ձեզ զորռում եք անընդհատ ներկայացնելու, թե Ալիևը իբր բողոքում է Հնդկաստանից, բայց ժողովուրդ Ալիևը երբեք չի պահանջել հրաժարվել հնդկական զենքից, որտեղ Ալիևը դա Հնդկաստանի ցանկացած կոնֆլիկտ Ալիևը անում է Պակիստանի խաթր ժողովուրդը։ Ինքը հնդկական զենքից չի վախենում, նա բացարձակ չի վախենում հնդկական զենքից։ Որտեղ հնդկական զենքը այն ինչ որ մենք ենք վերցրել, իրանք ուրիշ գծել ունեն։ Դա մոդեռնիզացված սովետական ժեշտն է ու վատ մոդեռնիզացված։ Իսկ մոդեռնիզացիա չի նշանակում, որ դա օրիգինալից լավն է։ Ավելին ես դեմ չեմ, որ դուք Հնդկաստանից զենք գնեք, խնդիր չկա։ Էդ էլ պետք է գնեք, բայց գնեք օրինակի համար, այնպեսի բայց հասկանում դուք ռուսականը չեք կարող օգտագործել, որտեղ ռուսականից չեք կարող գնեք, օրինակ այն ինչ որ ունեք ռուսական, դրա համար պահեստամասեր կամ դրա համար հրթիռներ։ Okay, եթե այդպիսի գնումներ առենք, ես դեմ չեմ։ Բայց տանել 2 միլիարդ տալ, որ մեկին որից ասաղ աշխարհը հրաժարվում է զենք գնի, ժողովուրդ։ Ու հետո ներկայացնում, դուք տեսել եք Ալիևը ինչա դա ցույց տվել իր պարադի ժամանակ, շքերթի։ Դուք տեսել եք ինչեր ունի Ալիևը, դուք ինչ եք խափում ժողովրդին։ Ինչ որ դրոններ, որոնք ըստ օդից կախված լուրերի ռուսներ են կանգնած հետևում։ Այն դեպքում, երբ աշխարհը ժամանակակից դրոններով է զինվում, բալիստիկով ու ճշգրիտ հրթիռներով, դուք զինվում եք հնդկական ալկաշներով, ալկաշ եմ ասում էլի, պինականերով։ Անվտանգությունը 200,000 հատ դրոնն է գոնե։ Ընդ որում տարբեր տեսակի։ Չեմ ասում ջրային, ձեզ ջրային պետք չի, սպայդրությամբ։ Հակաօթային դրոններ, որտեղ դրոն կա, որ դրոն է խփում։ Դրոն կա, որ վիրավոր է տանում դաշտից։ Արդեն հատուկ դրոններ կան, որ սահման են պահում։ Ձեզ պետք է 3-4 տեսակի գոնե, ընդ որում այդ 4 տեսակները իրաց մեջ տեսակների են։ Օրինակ կա բաբայագա դրոններ, որոնք շատ մեծ ծավալի բան են կարողանում տանել օդով, եւ այսպես շարունակ, որոնք ուկրաինական դաշտում բավականին արդյունավետ եւ դրանց մոդեռնիզացիաներն է կա, տեխնոլոգիաներն է կա եւ այլն բառնակ, հա։ Ձեր օգտագործածը ես տեսամ երկու բան, Ուկրաինայում էլի առաջի դրոններն է, որը արդեն հանվել է կամ մի 5 level update է եղել, հա, որ ինք արդեն չեն էլ օգտագործում։ Երեք Զելենսկին հայտարարեց 10 երկրների հետ դրոնների համարտադրության մասին։ Հիմա հարց եմ տալի ձեզ ժողովուրդ, եթե Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան ուկրաինական տեխնոլոգիաներով սեփական երկրում բացում են դրոնների գործարաններ։ Համատեղ, ասենք 2 դրոն գնում է Ուկրաինային, մի դրոն իրանց, 2 դրոն Ուկրաինային, մի դրոն իրանց։ Դուք պատկերացնում եք, Եվրոպան իր տեխնոլոգիաներով արտադրեց, տեսավ, որ չի աշխատում ուկրաինական ճակատում, հիմա խնդրում է Ուկրաինային 10 երկրում, Բալթյան երկրներում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում եւ երբես Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, դուք հասկանում եք, իրանք ուկրաինական տեխնոլոգիաներով, այդ պետությունները, այդ կարողություններով, ռազմի դաշտի փորձված տեխնոլոգիաներով են սկսում դրոն արտադրել, որպեսզի ունենան դրոն։ Ամերիկան իր դրոնային տեխնոլոգիան կատարելագործում է Ուկրաինայի միջոցով։ Ինչու? Որովհետև մինչև այդ Ամերիկան արտադրել է դարդարաբա մեծ ու թանկ ու ոչ էֆեկտիվ դրոններ։ Այո, շատ հզոր են իրանք, փոքր ինքնաթիռներ են, Boeing-ը ունի դրոններ, որոնք ամեն մեկի արժեքը մի քանի միլիոն դոլար է, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ թե մեծ դրոններն են կարևոր, այլ կարևոր են շատ ու էֆեկտիվ դրոնները։ Այսինքն, հիմա Ամերիկան անցել է ուկրաինական տեխնոլոգիաներով դրոնների։ Բարձր։ Հիմա Ադրբեջանը հիմա այս ամեն ինչը հասկացանք։ Օբյեկտիվ ենք, մենք հասկանում ենք, լավ է որ գնում եք։ Այդ գնման ինչն է կարևոր։ Այդ գնման կարևորը այն տղեկ, որ դուք պետքա հապկից դուրս գաք, ոչ թե սառեք։ Որտեվ եթե չհալչեք, այդ հալչելու վտանգը միշտ կա։ Իրանք լավ հասկանում են։ Դրոնները եկան Հայաստան, դուք վտանգի տակ եք, որտեվ եթե հանկարծ Աստված չանի այդ տեխնոլոգիան ռուսական Իվանների Հայաստանում լինելու պարագայում անցավ ռուսներին կամ մի բան այդպիսի բան պարզվեց, խնդրեմ ենք ունենալու։
ընդհանրապես խնդրեմ ենք ունենալու, խայտարակ ենք կլնելու։ Բարեբախտաբար Ադրբեջանի վիճակն էլ լավ չի, որովհետև մենք հասկանում ենք, որ իրանք հիմա մանթո են եւ Ալիևի մեծ սկսած Ալիևը իրան դրել էր Չինգիզխանի տեղ, բայց խնդրեմ ունի հիմա ինքը, որտեղ ինքը բարդ խաղի մեջ է մտել, որի տակից չի կարողանում դուրս գա։ Ինքը ավելի շատ հիմա իրավար խնդրեմ է հավաքել, քան լուծում ունի, որտեղ լուծումը դա Չինաստանը Զանգեզուրի միջանցքը վերցնելն էլ իրանց ախորժակը ո՞րն էր, ճանապարհը ամենակարևոր վերցնել, տնորինել, չստացվեց։ Հիմա իրանք խնդրեմ ունեն, որտեղ իրանք չեն կարողանալու Չինաստանով ինչ ուզեն բերեն տանեն, եւ իրանք սաղ այդ աշխատած այդ սարկած փողերը երկաթ գծերը ըստ էության կարող այդ փողն էլ չհանեն։ Հատկապես որ մա նավթի հետ էլ խնդրեմ ունեն, իրանք խնդիր ունեն քանակի, որակի, չգիտեմ, երբեմն խնդիրներ առաջանում։ Ալիևի վիճակը լավ չի։